Ողջույն սիրելի ունկնդիրներ, Մեծի պահոց կիրակիների ոսկե շղթայում առջևում դատավորի, անիրավ դատավորի կիրակին է։ Այսօր զրուցելու ենք այս կիրակի խորհրդի շուրջ Տեր Դավիթ Քահանագիշյանի հետ։ Օրհնեցեք Տերեր։ Աստված օրհնի։ Երբ համեմատական ենք անցկացնում կաթոլիկ եւ ուղղափառ եկեղեցիների Մեծի պահոց կիրակիների խորհրդաբանության հետ, ուղղափառ եկեղեցում օրինակ կարող ենք հանդիպել ուղղափառության կիրակի, Մարիամ Եգիպտացու կիրակի, Գրիգոր Պալամասի կիրակի, մեր եկեղեցու Մեծի պահոց կիրակիների եւ ընթերցվածները եւ խորհուրդը հստակ տանում է Աստվածաշնչի սերտողության։ Մեր ընտրված կիրակիների անունները ու խորհուրդը կրկին ու կրկին հավատացյալներին առաջնորդում է Սուրբ Գրքի ընթերցանության եւ պահքի համար այնքան կարեւոր աղոթքի, պահքի, ծոմապահության, զղջման խորհուրդների ընկալմանը։ Ուրեմն անիրավ դատավորի կիրակի ընթերցված ավետարանական այդ հայտնի առակն է բովանդակում իր մեջ անիրավ դատավորի եւ այրու մասին, որի նախաբանում Քրիստոս հենց տալիս է այդ առակը հասկանալու բանալին, իրենց մի առակ է պատմում անձանձիր աղոթելու մասին։ Ինչ կասեք այս նախնական տիրոնապատվեր դրվածքի մասին հասկանալու համար այս առակը։ Առակի բովանդակությունը հասկանալու համար բնականաբար լավագույն տարբերակ իր համատեքստի ընթերցանությունը եւ դիտումը, եւ այս առակը Քրիստոս ներկայացնում է վաղճանաբանական էսխատոլոգիկ միջավայրում 17-րդ գլխում Ղուկասի ավետարանում նա պատմում է, թե ինչպես կլինի մարդու որդու գալուստը։ Եվ բավականին այդպես վառ պատկերներով ներկայացնում է կայծակի նման պիտի լինի, կայծակնային արագությամբ, մեծ արհավիրքներով եւ այլն, եւ այդ նույն համատեքստում ավարտում է նամակ ասելով, որ մարդու որդին գալով արդյոք հավատ կգտնի երկրի վրա։ Եվ այդ երկու պատկերների արանքում նա մի փոքր այդպես կարծես թե շեղվում է, բայց ըստ երևույթին ցույց է տալիս այն, թե ինչ պիտի անի եկեղեցին Քրիստոսի մեկնումից եւ երկրորդ գալուստի այդ կարճ ժամանակաշրջանում։ Եվ դրա պատգամը հենց աղոթական հարատև սպասումն է, ակտիվ սպասումն է, եւ այդ սպասման լավագույն օրինակը հենց Քրիստոս ներկայացնում է այս բացառիկ առակով, որը միայն Ղուկասի ավետարանն է պահպանում եւ որ ցույց է տալիս կամ ներկայացնում է աղոթքը մի փոքր մեզ համար անսովոր տեսանկյունից եւ հարատև եւ նույնիսկ համառ տեսանկյունից եւ դրանով եկեղեցին ապրում է եւ եկեղեցին հատկապես Մեծի պահոց ընթերցանության այդ շղթայով ցույց է տալիս մարդու հոգեվոր աճի անհրաժեշտ աստիճանները եւ քանի որ Մեծի պահոց հիմնական այս փոխկապակցված եռանկյունին պահեցողությունը, աղոթքը եւ ողորմությունը կազմում են մարդու պահեցողության հիմնական ընթացքը, այս աղոթական ճիշտ ձևը Տերը ներկայացնում է հենց այս արտասովոր պատկերներով, բայց շատ մեծ եւ կարեւոր պատգամով։ Առակի առաջացման մասին մի փոքր խոսենք, գիտենք, որ մեր Տեր Հիսուսի ավետարանում պատմված առակները կամ հրեական իրականության ծնունդ էին, երբեմն նաև նույնիսկ միջազգային այլ ազգերին էլ հայտնի առակներ էին, կամ էլ այնպիսի օրինակներ էին, որ Քրիստոս ինքն էր տեսել եւ այլաբանորեն փորձում է դրանց մասին խոսել։ Աստվածաշնչագետներ կան, որոնք մատնացույց են անում Հիսուսի այս առակի 5 տակաանյան ակունքները, համարում են, որ այս առակը արձագանքն է Սիրակի իմաստության տողերի 35-րդ գլուխ 16-ից 22 համարներ, Տերը կլսի զրկվածի աղոթքը, միթե արտասուք չի իջնում այրու այտերից եւ միթե նրա աղաղակը նրանց դեմ չէ, ովքեր արտասուք են թափել տալիս նրան։ Տառապյալի աղոթքները կանցնեն ամպերի միջով եւ չեն հեռանա, մինչեւ բարձրյալը չայցելի, չդատի արդարությամբ եւ չհրապարակի վճիռը։ Այո, 5 տակարանյան ընթերցումներից ամենամոտ համատեքստը հենց Բեն Սիրայի կամ Սիրակի որդու այս պատկերն է, որը ուսումնասիրողները նմանեցնում են, բայց չեմ կարծում, որ առակի ծնունդ հենց այստեղից է եկած։ Իրենք ունեն որոշակի զուգահեռներ այդ այրի լինելու եւ աղոթք անելու, բայց Հիսուսի ներկայացված պատմությունը, որը մենք նաեւ շեշտադրումը դնում ենք դատավորի վրա, ինչը ըստ էության այդքան էլ ճիշտ չէ, որտեղ ըստ երևույթին դա հենց այրի կնոջ առակն է, այլ ոչ թե անիրավ դատավորի առակն է։ Այդ աղոթքի մեջ
ոչ միայն անձանձրույթ, այլ երբեք հույսը չկտրելու։ Եթե Բենսիրոն ներկայացնում է, որ այդ խեղճ կինը այդուհանդերձ իր աղոթքը հասանելի կլինի, ապա Տերը դնում է այդ օրինակը մի փոքր ավելի խորացնելով խնդիրը, որտեղ Սիրակի մոտ դատավորի մասին եւ այդ պատմության մասին ոչինչ չկա։ Հիսուսը ըստ երևույթին վերցնում է ժողովրդական համատեքստից, որտեղ ըստ էության այրիները եղել են ամենից այդպես խոցելի խավ հերի հասարակության մեջ, այրին չէր ժառանգում ամուսնու ունեցվածքը, ամուսնու մահվան դեպքում, եթե զավակները չլինեին, որ իրան չկարողնային պահել, շատ հաճախ իրենք հայտնվում էին այդպես անհուսալի վիճակում, ոչ ոքին չուներ այրին։ Նոր կտակարանում նույնիսկ կար առանձին եկեղեցում այդպես ծառայություն, այրիների ծառայություն, այսինքն երբ որ եկեղեցին այրիների համար հատկացնում էր հատուկ ֆինանսական միջոցներ, որտեղ այրին հին հասարակության մեջ ամենից անպաշտպան խավն էր եւ խնդիր ուներ, ներկայացված չէ խնդիրը եւ դիմում մի մարդուն, ով որ ըստ երևույթին վատագույն օրինակն է։ Եվ իսկապես դա ժամանակվա խնդիր էր, որովհետև Հիսուսին ժամանակակից դատավորները հաճախ նշանակվում են հռոմեական կայսրության կողմից, ինչպես եւ մաքսավորները։ Եվ դատը անում էին ոչ թե ինչ որ արդարադատության սկզբունքներով, սեփական շահից ելնելով, կաշառքը սովորական բան էր, եւ քանի որ այրին չուներ հնարավորություն կաշառք տալու, հետեւաբար հարցը չէր լուծվում։ Նա ճիշտ էր, բայց նա չէր հուսահատվում, չէր կորցնում հույսը։ Մեր թարգմանության մեջ ասում է, որ Հիսուսը ներկայացնում է մի առակ, թե ինչպես պետք է միշտ աղոթք անել եւ չձանձրանալ, բայց այստեղ ձանձրույթի մասին չէ խոսքը, այլ ավելի շատ ինչպես չհուսահատվել, չվհատվել, կարելի այդպես թարգմանել, կամ չկորցնել հույսը, բարձ ասած, ինչպես կարելի է միշտ աղոթել եւ չտեսնելով աղոթքի պատասխանը, այդուհանդերձ հույսը չկորցնել։ Հիսուսի առակները ներկայացնում են շատ հաճախ պատմությունը այն կերպարների միջոցով, որոնք հիշվող են, որպեսզի այդ պատմությունը ժողովրդի մեջ տարածվեր եւ իրենք այդ հաճախ աբսուրդային կերպարները, հաճախ որոշակի հեգնանք է դնում այդ պատմությունների մեջ։ Մենք հաճախ չենք տեսնում դա համատեքստից, բայց օրինակ այս առակի մեջ երբ որ դատավորը ասում է, որ այդուհանդերձ դատը կտեսնեմ, որպեսզի այդ կինը ինձ չհոգնեցնի, կամ գրափարում աշխատ առնելով կարծեմ, որպեսզի ինձ չձանձրացնի կամ ինձ ծանրություն չլինի։ Հունարեն բնագիրը այլ բառ է օգտագործում, որը գրեթե ոչ մի թարգմանության մեջ բառացի չուզեցին թարգմանել, ասում է, որ դատը տեսնեմ, որպեսզի այդ կինը ինձ չհարվածի կամ բառացիորեն աչքի տակ կապտուկ չանի։ Եվ այստեղ այդ խեղճ կնոջ կերպարը արդեն փոխում է մի համառ եւ իր նպատակին գնացող կերպարին։ Եվ հենց դրա մասին առակ, ոչ թե մի խեղճ մարդ, ով որ չունի պաշտպան եւ այդպես հուսահատված գնում է խնդրանքի, այլ նա այքան հստակ եւ համառ է իր աղոթքի մեջ, իր խնդրանքի մեջ, որ նույնիսկ դատավորը վախից ելնելով, որ աչքի տակ կապտուկ չնստեցնի, գնում է այդ հարցը լուծում է։ Եվ Հիսուսը օգտագործում է ռաբինական գրականության մեջ շատ տարածված եղանակ փոքրից դեպի մեծը, եթե ապա, այսինքն եթե այդ վատ մարդը, ով որ իսկապես մարմնավորումն է անարդարության եւ մարդկանցից չի ամաչում եւ Աստծուց չի վախենում, եթե նույնիսկ այդ անիրավ կերպարը վերջը հարցը լուծում է համառության պատճառով, արդյոք ողորմած հայրը, ով որ գիտի ձեր կարիքները եւ պատրաստական է ձեզ օգնել եւ ամենակարող է, նույնիսկ եթե ինչ-որ բան խնդրենք, որ Աստված, որ այս աշխարհում չկա, նա կարող է ստեղծել եւ տալ, որտեղ նա արարիչ է։ Արդյոք նա չի տա ձեզ, թեև մի փոքր ժամանակ է տալիս, մի փոքր դանդաղեցնում է իր պատասխանը։ Այստեղ ոչ թե դանդաղացնելու մասին է խոսք, այլ ողորմածություն է ցույց տալիս, որովհետև իր պատասխանը լինելու է կայծակնային։ Այդ երանգները ցավոք թարգմանության մեջ չեն զգացվում, բայց թե Աստծո այդ անմիջապես չհայտնվելը, թե այդ պատասխանը ուշացնելը հունարենում մի փոքր այլ համատեքստում են, որ նա կայծակնային գալու է երկրորդ անգամ եւ բոլոր հարցերին պատասխանը կտա։ Ուստի միակ բանը, որ մնում է մեզ եւ մնում է եկեղեցուն, դա աղոթքի մեջ հարատև լինելը։ Իսկ թե ինչպես է այդ հարատև աղոթքը ընկալում բացատրում, այստեղ արդեն մի մեծ առանձին թեմա է բացվում։ Իրոք նոր հայացք էր ինձ համար էլ դիտարկել այս առակը ոչ թե
անհուսության ու տկարության տեսանկյունից արտասվող թույլ այրու, այլ հենց համառության ու հաստատուն հավատի, որ Տերը իր գալուստով արդեն մեր դատը կարգի է բերելու, արդար դատաստան է մեզ համար տեսնելու։ Կարծում եմ սա շատ կարևոր էր առակի խորհուրդը հասկանալու համար, եւ որպեսզի նաեւ այս գալստյան վախճանաբանական պատկերը ընկալենք նաեւ մեծ պահքի շաբաթների կիրակիների կոնտեքստում, կապենք նաեւ անիրավ տնտեսի առակի հետ, նախորդ կիրակի խորհրդի հետ, անիրավ տնտես, անիրավ դատավոր, երկուսն էլ ըստ Քրիստոսի խոսքի այս աշխարհի որդիներ են, այսինքն երկուսն էլ անիրավություն են տեսնում, երկուսն էլ անարդար են, բայց Տերը վրա է հասնում, Տերը պահանջում է նրանց արդարությունը վերականգնել եւ լինելով այս աշխարհի որդի, նույնիսկ չվերադառնալով առաքինության ճանապարհին, բայց իրենց շահը հասկանալով իրենք շտկում են իրենց սխալը կամ փորձում են ինչ-որ ձևով դուրս գալ այդ իրավիճակից։ Հիմա անիրավ դատավորը այս առակում որպես այս աշխարհի որդի, ինչպես է իրեն պահում ու ինչպես է իրեն դրսևորում եւ արդյոք անիրավ տնտեսի պես անիրավ դատավորն էլ կարող է խրախույս ստանալ Տիրոջից այդ վարմունքի համար։ Անիրավ դատավորը որպես այդպեսին այդ անիրավության մարմնավորումն է, որով տեսնում էին աշակերտները, որը աշխարհը ցավոք շատ հաճախ ներկայացնում է մեզ եւ այդ վախճանաբանական սպասման մեջ այդ անարդարության հարցը գլխավոր հարցերից մեկն էր։ Ինչու է աշխարհը անարդար եւ արդյոք ինչու Աստված չի միջամտում այդ պատմության մեջ եւ վերջ չի տալիս անարդարության։ Այդ թեման բնականաբար շատ հին է, դեռ Հոբի գրքից այդ Թեոդիցիայի խնդիրը միշտ դրվում էր ինչու Աստված չարին վերջ չի տալիս եւ մեծ պահքի ընթացքը լավագույնս ներկայացնում է թե ինչու է այդպես։ Հարցը հենց արտաքսման Կիրակից կամ բարեկենդանից մեզ եկեղեցին ներկայացնում է բուն պատկերը մեր կյանքի, առայն որ մենք ստեղծված եւ ծնված ենք լինելու համար երջանիկ, այսինքն բարի կյանքի, բարի կեցության մեջ ապրելու, բայց մարդու եւ Աստծո հարաբերությունների խզման պատճառով առաջացավ վիճակ, որը մենք նկարագրում ենք որպես աքսոր։ Իսկ մենք աքսորված վիճակում ենք, մենք դրախտում չենք, մեր մեջ կա դրախտի փափագը, մեր մեջ կա ներքին տենչանքը հասնելու դրախտին, բայց մենք չենք հասնում դա այն ճանապարհով, որով Աստված մեզ ցույց է տալիս, այլ մենք մեր ճանապարհն ենք գտնում, այսինքն մենք ենք որոշում, թե բարին եւ չարը որն է, այդ պտուղը մենք ենք խաղում, եւ հաճախ այդ ճանապարհը լինում է անիրավության ճանապարհ, որտեղ իրավունքը Աստծուց է բխում, նա տալիս է ուղիղ ճանապարհ հասնելու համար այդ դրախտին, մենք ընտրում ենք մեր ճանապարհը։ Եվ այդ մերը ոչ թե դառնում է ընդհանուր մեր, այլ որպես այդպեսի ամեն մարդ իր ճշմարտությունն է, իր ընկալումը բարու եւ չարի է բերում այդ դատելու հնարավորությունը, զատելու ճիշտը եւ սխալը։ Եվ ծնվում են բազմաթիվ ալտերնատիվ ճանապարհներ այդ կորսրած դրախտը վերգտնելու, եւ դրանք բոլորը ըստ երևույթին հեռու են աստվածային արդարությունից, եւ երկրում հաստատված է անարդարություն։ Եկեղեցին կղզեացած է աշխարհում, որտեղ որ կա անարդարություն, փորձում է որոշակիորեն փոխել, որոշակի ազդեցություն թողել աշխարհի վրա, որպեսզի աստվածային ստեղծագործ այդ ներդաշնակությունը վերականգնվի, բայց այդուհանդերձ խնդիրը կա։ Եվ Պետրոս Առաքյալը իր նամակում նշում է, որ մենք սպասում ենք նոր երկնքին եւ նոր երկրին, որտեղ որ արդարությունն է բնակվում։ Այսինքն այս երկրում արդարությունը չի բնակվում, մենք տուժող կողմ ենք տակավին։ Անիրավ դատավորը հանգուցալուծում չունի առակի մեջ, նա մնում է անիրավ դատավոր։ Այդ պատմությունը շարունակվում է։ Այրին ստանում է իր ուզածը, այսինքն եկեղեցին աղոթքի միջոցով հասնում է իր նպատակին, բայց անիրավ դատավորը չի ուղղվում այս աշխարհի անիրավությունը մինչև Քրիստոսի երկրորդ գալուստը լինելու է։ Ինչքան էլ մենք լավատես չլինենք, բայց աշխարհը վերափոխելու մեր բոլոր ջանքերը դժվար թե պսակվեն լիակատար հաջողության, որովհետև աշխարհը այլևս խոցված է մեղքով եւ մարդիկ չունեն հնարավորություն իրենց մեջ գիտակցելու, որ իրանք աքսորված են, իրենք այդ աքսորը փորձում են դարձնել արհեստական դրախտ, մոռանալով իրական դրախտի մասին, որ Աստծո հետ լիարժեք կյանքն է։ Ուստի անիրավ դատավորը մնում է, նա լուծում չի ստանում եւ մենք
ինչպես առաքյալն է ասում, պիտի սպասենք նոր երկնքին եւ նոր երկրին եւ Քրիստոսի գալստյան սպասման մեջ է հասկացվում այդ առակի բուն ուղերձը։ Դուք նորից ձեր խոսքում նախանշեցիք իմ հաջորդ հարցը, այո, անիրավ դատավորի եւ այրու այդ վեճը, այդ պայքարը կարելի է տեղափոխել մարդու ներքին պայքարի դաշտ, հենց Սուրբ Գրիգոր Տաթևացին էլ մի քաղաքում դատավոր կա խոսքերը մեկնում է իբրև մարդու մեջ ընթացող պայքար։ Անիրավ դատավոր ինքներս մեր հանդեպ ենք լինում, երբ լռեցնում ենք մեր միջի դատավորին, այսինքն լռեցնում ենք մեր խիղճը, երբ Աստծուց չենք վախենում եւ մարդկանցից էլ չենք երկնչում, եւ լռեցնում ենք այն խիղճը, որը մեզ իրոք կհուշեր, թե ինչ է արդար, Աստծու կողմից հենց ներդրված խիղճի օրենքը։ Այո, այդ մեկնությունը տարածված է բավականին Գրիգոր Տաթևացու այլաբանական մոտեցումն է առաքին, ինչը դեռ Օգոստինոս Հիրանելի այդ մեկնողական ոճի շարունակությունն է, Քրիստոսի առակները մեկնաբանել ոչ միայն ուղղակի կերպով, այլ մի քանի շերտ գտնել եւ մինչեւ 5-6 շերտ կարելի է ամեն առակի մեջ գտնել, դրանք որպես այդպիսին ոչ այնքան էկզեգետիկային, այսինքն տեքստի վերլուծություն, որքան կոչվում են էյսեգետիկա, այսինքն նոր իմաստի ներմուծում, որը ավելի մարդուն հարազատ կլինի եւ այդպիսի մեկնություններ շատ են դեռևս առաջին դարից դեռ Ալեքսանդրիան դպրոց այդ այլաբանական մոտեցումը ցույց էր տալիս։ Հիսուսի առակը որպես այդպիսին դրա մասին չէ։ Նա չի խոսում մարդու այդ քաղաք լինելու մասին, դա արդեն երկրորդ, երրորդ, չորրորդ իմաստներ են, որոնք չեն կորցնում իրենց կարևորությունը, բայց չեն կարողնել առաջնային իմաստ առակի։ Եվ դրանով տարբերվում է առակը այլաբանությունից։ Առակի մեջ մեկնաբանվում է ուղերձը, այլաբանության մեջ մեկնաբանվում է ամեն մի հատվածը։ Ով է դատավորը, ով է այրին կամ բարի սամարացու առակը, չէ, այսինքն Օգոստինոսը մեկնաբանում է ամեն մի հատված առանձին մեկնելով, այդ 2 դրամը նոր եւ 5 կտակարաններն են, Պանդոկը, եկեղեցին է, Պանդոկապանը, Պողոս առաքյալն է եւ այլն։ Դրանք ներմուծված իմաստներն են, բայց իրենք եւս գեղեցկացնում են քարոզը եւ հնարավորություն են տալիս այլ տեսանկյունից դիտելու։ Եվ ստերեոտիպայով մարդու մեջ կատարվում են այդ հոգևոր փոփոխությունները, որոշումները, եւ մենք, ինչպես Սուրբ Գրիգոր Տաթևացին է ասում, մեր միտքը պիտի լինի արդար դատավոր։ Ասում են այդ քաղաքում, որտեղ մարդը նմանվում է քաղաքին, մարդու հոգին։ Միտքը պիտի լինի իսկապես որոշողը եւ իրավություն գործող, արդարություն գործողը, եւ դրա մեջ եւս մեծ կապ կա մեծի պահոց ճամփորդության հետ, որովհետեւ մարդը որպես այդպիսին փորձում է դուրս գալ բնազդային աշխարհից, այսինքն ժուշկալությունը, ողորմությունը, աղոթք, այդ երեքը նպատակ ունեն մարդուն կտրել կենթանական բնազդներով ապրելուց եւ տեղափոխել դեպի ավելի ռացիոնալ դաշտ, որը իր միտքը վերահսկի իր բնազդը, իշա իր հոգևոր կյանքի։ Եվ այդ կենթանական ծագում ունեցող սննդից հրաժարվելը նաեւ պատկեր նրան, որ մարդը պիտի կենթանական ծագում ունեցող բնազդներից, մտքերից, ապրելակերպից հրաժարվի։ Եթե կենթանին տեսնում է եւ ցանկանում է եւ հասնում է նպատակին, ապա մարդը պիտի սկզբից մտածի եւ դրանից հետո միայն վերլուծելով իրավիճակը հասկանա այդ ցանկությունը նա պիտի բավարարի թե ոչ։ Եվ այդ մեծի պահոց դիսցիպլինը օգնում է եւ դատավորը մարդու որպես միտքը, եթե չեղավ անիրավ, եթե իրավություն գործեց, մարդը կարողանում է հաղթահարել այդ բնազդային շեմը եւ դառնալ բանական էակ, իր բանական պատարագ մատուցել, ինչպես Պողոս առաքյալն է ասում Հռոմեացին ուղղված 12-րդ գլխում, ասելով որ աղաչում եմ ձեզ եղբայրներ, ձեր մարմինը դարձրեք կենթանի եւ սուրբ զոհ, դա է ձեր բանավոր պաշտամունքը։ Այսինքն մեծի պահոց ընթացքը այս դա է, որ մարդը կարողանա իր բանական, իր բանավոր պաշտամունքով դուրս գա այդ կենթանական ծագում ունեցող ապրելակերպից դառնալու համար Աստծո խոսքի պատկերով, այսինքն լոգոսի, այդ Աստծո բանի պատկերը իր մեջ արտնացրած բանական էակ։ Եվ կարծում եմ, որ այդ տեսանկյունից եւս այդ այլաբանական մեկնությունը մեզ շատ ասելիքներ ունի։ Առակի շարունակության մեջ Քրիստոս ինքը մեկնաբանելով այս առակը համատություն է անցկացնում անիրավ դատավորի եւ Աստծո միջև, ասելով, որ եթե անիրավ դատավորը վերջի վերջո ականջ դրեց
այրու պահանջներին, միթե ձեր երկնավոր հայրը շուտապույտ չի արձագանքի ձեր խնդրվածքներին եւ այլն։ Այսինքն սրանով, այս առակով Քրիստոս ցանկանում է նաև մեր մեջ ամրապնդել Աստծո կերպարը իբրև արդար դատավոր։ Արդյոք մենք իրեն ընդունում ենք իբրև արդար դատավոր, որովհետև սկսած Կայենից ու Աբելից մարդկությունը կարծես ընդդիմանում է Տիրոջ դատաստանին։ Կայենին ու Աբելին Տերը դատեց, ընդունեց մեկի զոհաբերությունը մյուսինը ոչ, եւ Կայենը դրան ըմբոստացավ, որոշեց վրեժ լուծել դրա դիմաց եւ այլն։ Արդյոք մենք իրոք այս մեծ բախի շրջանում էլ նաև դրա մասին խորհում ենք, որ իրոք ոչ թե խոսքերով, այլ մեր գործերով ընդունում ենք Տիրոջը իբրև արդար դատավոր, ոչ թե կրկին տրտնջում ենք նրա արդարության ու որոշումների դեմ։ Աստվածային արդարությունը, ինչպես նախորդիվ ասացի, Սուրբ գրքում շատ մեծ տեղ է զբաղեցնում։ Այդ թեման շատ ընդարձակ թեմա է, եւ մեծի պահոց առակները ներկայացնում են ավելի շատ Աստծո կերպարը, որը պիտի բացահայտի մարդը։ Այսինքն անարակ որդու առակը ըստ երևույթին ավելի շատ ողորմած հոր առակն է, որ մարդը իմանա թե ում մոտ է նա վերադառնում, որ ինքն է անարակ, բայց ինքը բացահայտում է անսահմանորեն մեծ ողորմությունը հոր եւ գիտի թե ում մոտ նա պիտի դարձի գա, ում առաջ պիտի ծնկի։ Արդար դատավորի պարագայում նա բացահայտում է Աստծուն որպես արդար դատավոր, որը շատ ավելի ողորմած եւ շատ ավելի արդար է, քան աշխարհի բոլոր դատավորները։ Դա լավագույնս ներկայացնում է նաեւ մեր շարականը, դատավորի Կիրակի, ասել է որ դատավոր արդար, որ վասն մեր համբեր մահու։ Այսինքն Քրիստոսն է արդար դատավորը, բայց իր արդարությունը հաստատվեց ոչ թե ինչ որ իր կամքի կամ կմահաճույքի որոշումներով, այլ նա գնաց այդ արդարությունը հաստատելու իր մահվամբ, իր խաչով եւ իր հարությամբ։ Նույնը Պողոս առաքյալն է ասում, որ եւ նա մահացավ մեզ համար եւ հարություն առավ, որպեսզի մեզ արդարացնի։ Կարծես թե իրանք փոխկապակցված չեն, բայց ըստ երևույթին այն գինը ցույց է տալու, թե ինչով է նա դատում։ Նա ոչ դատում է ուղղակիորեն իր կամքի համաձայն որոշումներով, նա մտել է մահվան մեջ, իր վրա վերցրել է դատավճիռը, մեր փոխարեն դատապարտվել է եւ հարություն է առնել, որպեսզի մեզ այլևս արդարացված համարի, որպեսզի մենք հաղորդակից նելով իր մահվան եւ հարությանը արդարացվենք, որպեսզի մենք ոչ թե մեր սեփական արդարությամբ կարողանանք փրկվել, այլ հագնենք իր արդարությունը, ինչպես նույն առաքյալն է ասում, որ մենք զգեստավորվում ենք Քրիստոսով։ Եվ այդ համատեքստում է, որ ավելի լայն բացվում է Աստծու դատավոր լինելու հանգամանքը։ Դա Քրիստոսի միջոցով նա հաստատեց իր արդարությունը երկրի վրա։ Նույն Պողոս առաքյալը ասում է, որ նա եղավ մեզ համար արդարություն, սրբություն, այսինքն ինքը եղավ արդարությունը։ Եվ այստեղ արդեն դատական այդ մեր պատկերացրած ձևաչափը փոխվում է։ Միտեղ ներկայացված է Հիսուսը որպես դատավոր, ինչպես Մատթեոս ավետարան 25-րդ գլխում։ Մյուստեղ ներկայացված է Հիսուսը որպես բարեխոս դատաստանի ժամանակ։ Այսինքն չի կարող միաժամանակ լինել նաև դատավոր եւ միջնորդ դատավորի առջև։ Աստծո դատաստանը այլ կերպ է լինել։ Աստծո դատաստանը չի լինելու մարդու դատաստանի նման եւ այստեղ առանցքայինը մարդ Աստված հարաբերությունների որակն է եւ մարդու մասնակցությունը Քրիստոսի արդարությանը։ Մարդու անտարբերությունը Քրիստոսի մահվան եւ հարության հանդեպ դառնում են ամենադատապարտելի երևույթները։ Դա ինչպես Ռուս աստվածաբաններից մեկը Ալեքսանդր Շմեմանը ասում է, որ մարդու ամենամեծ հանցանքը այն է, որ նա շարունակում է ապրել կարծես թե Քրիստոս աշխարհ եկած, խաչված, մահացած եւ հարություն առած չլիներ։ Այս տեսանկյունից է այլևս դիտարկվում արդարությունը մարդու մասնակցությամբ։ Եվ եկեղեցին տալիս է մեզ այդ հնարավորությունը մասնակցել մեր հավատքը արտահայտելու Քրիստոսի հետ անցնելով արդարության ճանապարհը։ Մենք չունենք մեր սեփական արդարության ճանապարհ։ Եսայի մարգարեն համեմատում է մեր արդարությունը կեղտոտ հագուստների հետ, որ մարդը ասում է ձեր արդարությունը այլևս ինչպես կեղտոտ ձորձերն են, կեղտոտ հագուստները։ Բնագրի մեջ ավելի վատ պատկեր են ներկայացնում, ասելով որ դա դաշտանի ժամանակ կնոջ այդ աղտոտված հագուստներ են ձեր արդարությունը, այսինքն այլևս այն ոչ մի արժեք չունի, բայց մենք հնարավորություն ենք հագնելու Քրիստոսի արդարությունը մեր վրա եւ այդ իմաստով Աստված դառնում է մեզ համար ոչ թե դատավոր, այլ դառնում է հայր,
ով որ ընդունում է իր զավակներին մեկ նախապայմանով Քրիստոսին եղբայր եւ քույր լինելով։ Այդ ընտանիքին մեջ լինելով այդ ընտանիքը եկեղեցին է, որը աղոթքի մեջ է հարատևում եւ դրանից բխող հարցով Քրիստոս ամփոփում է իր առակ ասելով, բայց մարդու որդին գալով հավատ կգտնի աշխարհի վրա։ Եվ այդ հռետորական հարցը միշտ արդիական է։ Չի ասում արդյոք կգտնի եկեղեցի, արդյոք կգտնի ինչ որ հոգևոր սերտողությունների խմբեր, բարեգործական կազմակերպություններ, սոցիալական ծառայություն, դրա մասին չի խոսում։ Հստակ ասում է, արդյոք հավատ կգտնի թե չի գտնի։ Եվ այդ հավատքի ճգնաժամն է, որ փոխկապակցվում է առակում ներկայացված աղոթքի կարևորության հետ։ Առանց աղոթքի մեջ հարատև լինելու, առանց աղոթքի մեջ քո կյանքը անցկացնելու, քո հավատքը ապրում է ճգնաժամ։ Չի կարող լինել ուղղակիորեն քո պատկանելիությունը, քո ինքնության դրսևորումը, քո մշակույթի դրսևորումը, դա փոխհարաբերություն է։ Եվ Ղուկասի ավետարանը նաև կոչվում է աղոթքի ավետարան, որտեղ Քրիստոս հաճախ աղոթում է։ Եվ մեզ համար անհասկանալի են այդ պատկերները։ Քրիստոս բարձրանում է լեռան կամ բլուրի վրա եւ ամբողջ գիշեր աղոթքի մեջ է։ Նա չունի ոչ մի բան խնդրելու Աստծուց։ Նա չունի ինչ որ նյութ բովանդակային, որպես այդ աղոթքի մեջ ժամեր անցկացնի, բայց դա մեզ ցույց է տալիս աղոթքի բուն էությունը որպես ուղակի շփում։ Ինչպես ծնողը զավակի այդ շփման մեջ ուշադրություն չեն դարձնում բովանդակության վրա, այլ իրար հետ լինելու վրա, ինչպես երկու մարդիկ, ովքեր սիրում են իրար, ժամեր կարող են անցկացնել չշեշտելով այդ խոսակցության բովանդակությունը, այլ հաղորդակցությունը, այդ նույնը եկեղեցին ցույց է տալիս մեր աղոթքի այդ ձևաչափով։ Մեր պատարագի ծեսը 2-ից 3 ժամ է, որտեղ որ մարդը շատ ասելիք չունի։ Նա ուղղակի պիտի լինի, պիտի մասնակցի, պիտի ապրի այդ պահը, նա պիտի խորանա աղոթքի մեջ։ Մեր ժամերգությունները, որոնք հատկապես միջնադարում շատ երկար են եղել, 3-4 ժամանոց ժամերգությունները, որտեղ դու ասելիք չունես, լսելիք էլ, այսինքն քո աղոթքը կարող է 1-2 րոպեվա մեջ ամբողջ քո ասելիքը փոխանցել, բայց դու պիտի հարատևես, դու պիտի մնաս դրա մեջ, որպեսզի քո էությունը փոխվի, որպեսզի դու մտնես կենթանի շփման մեջ, որպեսզի դու դառնաս Աստծո հետ քայլող, Աստծո հետ ապրող անձնավորություն եւ միայն այդ հոգեվոր քո հանգամանքը եւ որակը քեզ տալիս է հնարավորություն հավատքի մեջ լինելու մինչեւ Քրիստոսի երկրորդ գալուստը։ Անձանձիր աղոթելու այս առակը լրացնելու է գալիս նաև այս կիրակի ընթերցումը առաքելական թղթերից։ Փիլիպպեցիների թղթում առաքյալն ասում է. աղոթքներով ու աղաչանքներով ձեր խնդրանքները հայտնեք Աստծուն, եւ Աստծո խաղաղությունը կպահի ձեր սրտերն ու մտածումները Քրիստոս Հիսուսով։ Այսինքն կարելի է հասկանալ, որ աղոթքում պետք է խնդրենք, որ Տերը բացի մեր աչքերը, մեր հոգևոր աչքերը, շտկի մեր ներքին արդարության խղճի կշեռքը եւ հենց սա է, որ ամենագլխավորն է, այդ հավատը, որ Տերը դա մեզ կարող է տալի պատասխան մեր աղոթքների եւ մնացածը արդեն հենց այդ ներքին դատավոր Աստվածային մեզ կհուշի։ Այո, առաքյալը գեղեցիկ կերպով ներկայացնում է այդ աղոթքի արդյունավետությունը եւ իսկապես մարդը ինքներեն նաեւ ճանաչում է աղոթքի մեջ։ Ինչպես Սուրբ Հայրերը ներկայացնում են աղոթքը որպես մարդու մոտեցումը լույսին, ինչքան դու հեռու ես լույսից, այնքան քիչ ես տեսնում քո թերությունները, քո հագուստների վրա եղած խնդիրները, բծերը, փոշին, կեղտը։ Բայց ինչքան մոտենում ես լույսին, այնքան մանրամասն դու կարողանում ես տեսնել, թե ինչ թերություն ունես, ինչ խնդիր ունես եւ ինչ առավելություն ունես, եւ այդ պատկերը կարծում եմ եւս շատ կարեւոր է, որ մենք հարատևելով աղոթքի մեջ մոտենում ենք լույսին։ Այդ իսկ պատճառով Սուրբ Գրիգոր Նարեկացին իր մատյանը ներկայացնելով որպես այդ լույսի մեջ հարատևելու էություն եւ հարատևելու հնարավորություն ցույց է տալիս իր հոգու բոլոր այդ մանր նույնիսկ թերացումները, թերությունները, մեծ մեղքերը, որտեղ նա այդ աղոթքի մեջ էր, այդ լույսի մեջ էր եւ դա բանալի է հասկանալու համար աղոթքի հարատևությունը եւ սեփական կյանքի փոփոխությունը, վերջը նպատակը մարդու ապաշխարությունն է, այսինքն մարդու մտքի փոփոխությունը, բայց դու չես կարող սկսել քո ապաշխարությունը չգիտակցելով թե դու որտեղ ես։ Եվ այդ աղոթքը, այդ հոգևոր լույսը, որը սփռվում է մեր հոգու մութ սենյակի մեջ,
օգնում է մեզ այդ սենյակը կարգավորել, օգնում է մեզ այդ սենյակը պատրաստել, որպեսզի Սուրբ Հարության տոնին այդ սենյակում հյուրընկալենք հարուցյալին։ Շնորհակալ եմ հոգեշահ զրույցի համար, Տեր Հայր, այո, կարևոր էր այս կիրակի խորհրդի կապակցությամբ հիշել, որ սա եւս գալստյան խորհուրդ ունի եւ կօգնի մեզ, վստահ եմ, այս զրույցը այդ հույսով, հավատով, ակնկալիքով սպասելու Տիրոջ հարության ու գալստյան տոնին։ Մենք ձեզ հրաժեշտ ենք տալիս, սիրելի ունկնդիրներ, մնացեք խաղաղությամբ։